Точные сообщения сейчас приходят из центра Москвы. Взрыв прогремел в ресторане, который расположен в Сталинской высотке на Кудринской площади. Погибли 3 человека. Շաբաթ օրը օգոստոսի 1-ը հաճելի խաղաղ երեկո Մոսկվայի կենտրոնն է Կուդրինսկայա հրապարակը Բալցի Ռոսսի ռեստորանը թանկ հաստատություն որտեղ մատուցում են համեղ իտալական ուտեստներ 19:50 ներսում կերուխում է մուտքի մոտ առաքիչ կինը ինչ որ բան է բացատրում Բալցի Ռոսսիի անվտանգության աշխատակցին նա այցելուներից մեկի համար իր է բերել հավանաբար նվեր մեկ էլ հուշկ ու պայթյուն սարսափազդու որոտը արձագանքում է ամբողջ կենտրոնում ծուխ փոշի ավերակներ վիրավորների ճիչը դրանից ոչ հեռու գետնին մարդու պոկված ձեռք է Բավական արագ տեղ հասած ոստիկանները անմիջապես փակում են փողոցը եւ ամբողջ շրջանը Ոստիկանների աշխատակիցներից բացի այստեղ ոչ ոք չմնա կարգադրում են իրավապահները Արդեն հայտնի է որ պայթուցիկ բերած կինը փորձել է մտնել ռեստորան անվտանգության աշխատակիցը փորձել է իմանալ այցի նպատակը ստուգել տուփի պարունակությունը եւ այդ պահին ինքնաշեն ռումբը պայթել է գուցե ժամացույցով էր գուցե հերակառավարվող սարքն է գործել զոհվել են այդ կինը Բալցի Ռոսսիի անվտանգության աշխատակիցը եւ մի այցելու վիրավորների թիվը գերազանցել է 20-ը նրանցից 6-ը ծանր վիճակում Точные сообщения сейчас приходят из центра Москвы. Взрыв прогремел в ресторане, который расположен в Сталинской высотке на Кудринской площади. Погибли 3 человека, 15 получили травмы. 112 անվամբ Telegram ալիքի փոխանցմամբ վիրավորների մոտ բաց եւ փակ գանգուղեղային վնասվածքներ են կրծքավանդակի եւ որովայնի թափանցող եւ բազմակի վերքեր, վերջույթների վերքեր, ոտնաթաթի այրվածքներ եւ ականահարման վնասվածքներ Ռեն TV կայանը պնդում է, որ զոհերի թիվը հասել է 5-ի, սակայն պաշտոնական հաստատում դեռ չկա։ Պայթյունից հետո Մոսկվայի իշխանությունները չեղարկել են հեծանիվների երկրորդ գիշերային փառատոնը, որը պետք է տեղի ունենար այդ շրջանում։ Ռուսաստանի հակաահաբեկչական ազգային կոմիտեն տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։ Իրավապահները այդ հոդվածով քրեական գործ են հարուցել։ Քննիչները չեն բացառում, որ տուփը ռեստորան բերած եւ պայթյունից զոհված կինը գուցեև չի իմացել ռումբի մասին Զարմանալի է, բայց ինչպես BBC-ն է նշում, իշխանությունները շրջանցում են վարկածների թեման, մինչդեռ բազմաթիվ ոչ պաշտոնական լրատվամիջոցներ եւ Telegram ալիքներ հայտնում են, որ այդ երեկո Բալցի Ռոսսի ռեստորանում մտադիր էր իր ծննդյան 55-ամյակը նշել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Ալեքսանդր Չայկան։ Դրա անուղղակի վկայություններից է ռեստորանի բեմի վերևում փակցված գրությունը Ալեքսանդր 55 Ողբերգության մասին օգոստոսի 2-ին սոցցանցում գրառում է տեղադրել քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Մոսկվայում տեղի է ունեցել մարդկանց կյանքեր խլած ահաբեկչական դաժան գործողություն, մեղավորներին անպայման կբացահայտեն եւ կպատժեն Մոսկվայի քաղաքապետը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին եւ շուտապույտ ապաքինում մաղթել վիրավորներին։ Ռուսական իշխանամետ լրատվամիջոցներում եւ սոցցանցերում ընկճվածություն է եւ զայրույթ, թե ինչպես կարող են ուկրաինացիները հանդգնել ու ռեստորան պայթեցնել երկրի սրտում։ Հնչում են այդ գործողությանը դաժան պատասխան տալու կոչեր, իսկ ուկրաինական սոցցանցերում եւ Telegram ալիքներում խանդավառություն է։ Օկտատերերը ափսոսում են, որ Չայկան չի զոհվել, ոմանք պնդում են, թե զոհերի կամ առնվազն ծանր վիրավորների թվում են գեներալի դուստրը 25-ամյա Մարիա Չայկոն եւ նրա 27-ամյա ամուսինը Դանիիլ Պերեդրիը, բայց այդ տվյալները հաստատող պաշտոնական տեղեկություններ չկան։ Օկտատերերը գրոհը անվանում են հատուցում Ուկրաինայի տարածքում Չայկայի իրականացրած արյունալի ռազմական գրոհների համար։ Գեներալ Ալեքսանդր Չայկայի անվան հետ են կապում մասնավորապես Բուչայում ուկրաինացիների զանգվածային սպանդը։ Ըստ Կիևի պնդումների 2022 թվականի մարտին ռուսները ավելի քան 1000 խաղաղ բնակիչների են սպանել Բուչայում։